Շատերը կզարմանան այն հանգամանքից, երբ ռազմագիտության դասին բամբ ձայնով ու թիկնեղ տղամարդ ուսուցչի փոխարեն կտեսնեն նուրբ ու կանացի Նազիկ Սարգսյանին։ Դասակին շարք է կանգնեցնում, լսում հրամանատարի զեկույցը, ստուգում տղաների հիգիենան ու հանդերձանքը, ապա սկսում դասը։ Մարզում ռազմագիտություն առարկայի միակ կին ուսուցչուհին է, լեյտենանտի կոչումով։ Արդեն երկրորդ տարին է, ինչ աշխատում է Կապանի համար 4 միջնակարգ դպրոցում։ Արդեն երկրորդ տարին է, որ աշխատում եմ այս դպրոցում։ Նախքան այս դպրոցում չէի աշխատել, առաջի անգամն է։ Ծնունդով գյումրեցի է Նազիկ Սարգսյանը։ Ավարտել է Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի ՆԶՊ եւ ֆիզկուլտուրա բաժինը։ Համացանցում ծանոթացել կապանցի Արմեն Գևորգյանի հետ եւ ամուսնացել։ Այսօր 3 տարեկան տղա ունի։ Մասնագիտությունն ընտրել է սեփական ցանկությամբ, արժանանալով նաեւ ծնողների հավանությանը։ Զինվորական գործը սիրել եմ մանկուց, փոքր տարիքից իմ հայրը որոշ ժամանակ զինվորական էր։ Այդ համազգեստը փոքրուց իմ մեջ տպավորվել էր, որ ես էլ եմ հագնելու։ Հետո տարիների ընթացքում իմացա իմ մանկավարժական ինստիտուտի ՆԶՊ եւ ֆիզկուլտուրայի բաժնի մասին եւ որոշեցի ուղղությունը մասնագիտությունս հենց այդտեղից սկսել։ Զինվորականի կոչում ունենալը զինղեկի պարծանքն է, այլ ասպարեզում ծառայության առաջարկից չեմ հրաժարվի, ասում է նա։ Երեխաների հետ աշխատելը ավելի հետաքրքիր է, քանի որ պատրաստում ենք ապագա զինվորներ, մեր հայրենիքի պաշտպաններ, մեր բանակի հիմքը դրվում է մանկավարժ դպրոցից։ Առայժմ դպրոցում եմ պատկերացնում ինձ։ Իր աշխատանքից գոհ է, նախ սիրում է այն եւ հետո հարմար է նաեւ ընտանիքի պլանավորման հարցում։ Շատ ժամանակ կարողանամ իմ ընտանիքին հատկացնել իմ երեխային, իր դաստիարակության գործում մեծ նշանակություն ունի մանկավարժությունը, հոգեբանությունը, շատ գոհ եմ իմ մասնագիտությունից։ Աշակերտների հետ հեշտությամբ է լեզու գտել եւ չնայած որ այս աշխատանքը բնորոշ է տղամարդկանց, այդուհանդերձ չի նեղվում։ Առաջի կիսամյակներ մի քիչ երեխաների համար անսովոր, միշտ գիտեին, որ այս մասնագիտության տեր պետք է տղամարդ լինի, բայց ընթացքում հարմարվեցին, դե կինն էլ իր խստություններն ունի, պահանջկոտություն ունի, այևի ավելի շատ, քան տղամարդիկ, միասին հարմարվել ենք, շատ նորմալ է։ Այդուհանդերձ ծայրամասային դպրոց է, որն ապահովված է անհրաժեշտ պայմաններով, սակայն ունի համապատասխան դասասենյակ, դիդակտիկ պարագաներ ու նյութեր, ինչը թույլ է տալիս աշխատել նվիրված եւ պատասխանատու